Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչ էր կատարվում ներսում։ Տեսեք, խուզարկություններ կատարվում, կար դատանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ հերթական շոուներ, մասկի շոուներ ինչպես տեսակ, երեկվա պլանի հետ կապված Պարզ է, որ այսօր նմանատիպ գործողություն կատարվելու է, լույսը այդպես է բացվել։ Հրապարակել պարոն Հարությունյան, իսկ հանքերների միջև հայտարարությունը ինչ են հայտնաբերել ներսից, որտեղ որևէ քերիորեն հետապնդելի առարկա իր չեն ինչ են տարել, ասեք, եթե դա մի բուռ մեղ են տարել կոշիկի համար նախատեսված այս չափի կամ չգիտեմ, այդպիսի բաներ միակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերել, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող այդտեղ լինել։ Իսկ արժեքով ինչ էր վարազդատ, որ տարան, Արտուր Սարգսյանն ասաց այդ ծխերից են, Արտուրները։ Հա, այդ այն ծխերից են, որը յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, եւ որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը ազգային ժողովում 18 թվականին, թե ինչպես էր ծխում եւ Իսկ այդ մեխերը, որ ասում եք, մի բուռ մեխ են տարել, դա հեգնականում ասում բայց որևէ բան չկար։ Ինչ է կատարվել, եղեք իրավական։ Տեսել եք քննչականի հայտարարությունը, որքանով հասկանալի է, զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, իշխանության զավթման փորձ, նմանատիպ Ժուլ Վերնյան ֆանտաստիկ ինչ-որ չէ, քննչական վանթաշան տարվեց։ Ինչու էր ԱԱԾ-ն բերման ենթարկվում։ ԱԱԾ մասնակցում էր գործընթացը ապահովելու ավտոմատավոր դիմակավորված անձինք մտածելով, որ ահաբեկիչներին ձերբակալելուց պետք է որ ավտոմատավորներ Ժամ տևեց վարազդատ։ Հարությունյան Սերգեյ։ Ներողություն, ինչու 6 ժամ տևեց։ Ամեն դեպքում ասացին, որ 7-ից մինչև Դե տեսեք, ամեն սենյակի, ամեն դարակի, ամեն նամակի վրա ժամանակ էին ծախսում, այդ ամենը արձանագրում էին, ամեն ծուխը նայում էին, հաշվում էին։ Տեսակ դուք Ընթացքում կերևա, որ այս ամեն ինչը ճանապարհային երթևեկության ինչ-որ մի բաներ որ մեկից պատասխան։ Ներսից մի հատ երանգյունի նշան հանեցին ճանապարհային երթևեկության, դա կարող են դիտարկել որպես այն, որ ճանապարհային ապակայունացնող վիճակ պիտի երթևեկության։ Կարծում եմ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա, երբ որ ասենք մեքենան խոտանվում է, պետք է հանի դնի։ Ես չգիտեմ նախկինում այս տանը ով է բնակվել, ինչ նպատակներով է այդ նշանը, բայց ես գիտեմ, որ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա։ Պարոն Հարությունյան, իսկ որևէ, այսինքն կարգավիճակ այս պահին Բագրատ Սրբազան ունի եւ նրա այդ մի հոգեորականի եւս տարան նրա անազգան նկասեք, նա ով է։ Անկեղծ չեմ հիշի, Հրայր Սարգսակն է եւ Մովսեսն է։ Կարգավիճակը դե այս պահին արդեն ձերբակալված է համարվում, վստահ եմ, Ալանքի միջնորդություն կներկայացնեն։ Սրանք կանայք հատկապես կհասկանան, այս վիդեոն մի հատ։ Ասեմ ձեզ դա ինչ է, այո, կենցաղային, սա է տարան։ չգիտեմ, գետնի շորի ձողն է, որը յուրաքանչյուրի տանը կա, բայց իրենք համարեցին դա ձող, հա, այն դեպքում, որ, չգիտեմ, 10 տարեկան երեխան անգամ կարա դա կոտրի, որովհետև դա բարակ թիթեղ է։ Սրբազանի հեռախոսը առգրավել է։ Այո, բոլոր հեռախոսները, բոլոր գրիչները, ամեն ինչ։ Ենթարկեցին Հրայր Սարգսակին, Սրբազանին, Հրայր Սարգսակին եւ Մովսեսին։ Մովսես Սրբազանի մտերիմներից չեմ հիշի։ Հացել եք ձայնագրությունների բովանդակությանը, որոնք տարածել եք։ Ոչ, ես զբաղված էի խոզակցությամբ։ Առանձնացրիչները Բագրատ Սրբազանի հետ աջակիցների հետ տարբեր հատվածներ անհասկանալի տեղերից, այսինքն երիտասարդներ եթե ունեք, հավաքեք, թող on-line տիրույթում ակտիվություն ծավալեք։ Դա հնարավոր է այսպես ահաբեկչական սցենար։ Տեսեք, երիտասարդներին հորդորում են օրինակ վստահաբար կարող եմ ասել ոչ։ Այս ողջ ժամանակահատվածում վերջի 1 տարվա ընթացքում քաղաքական գործընթացներ են եղել, ակցիաներ են եղել, տարբեր միջոցառումներ են եղել եւ այդ ժամանակ բարձր որ այդ ակտիվությունը անձանց այդտեղ որն է քրերն հետապնդել բայց հիմա իրանք այս շոուի ատրիբուտները այսպես ապահովելու են տարբեր այսպիսի բաներ են տարածելու շղար ստեղծելու եւ իմիտացիա անելու համար որ տեսեք ահաբեկչական խումբ են։ Այսինքն դուք պնդում եք, որ որևէ իրեղեն ապացույց այս պահին Ես վստահ եմ, որ սա հերթական շոուն է։ Մենք այսպիսի շոուներ բազմաթիվ ենք ունեցել,
նույն հայ-աբխական դաշնակցության հետ կապված տարին մեկ մի անգամ այսպես գնում են մարզերում բոլորին ձերբակալում են։ Հետո բարձր Ահաբեկչության հոդվածի մեջ։ դե այս անգամ ավելի սրացում է։ Պարոն Դանիելյան, գնում եք ԱԱԾ, թե քննչական ԱԱԾ եք գնում։